Հոկտեմբերը կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է։ Կառավարության նիստին բոլորը օրվա խորհրդանիշ համարվող տարբերանշաններով էին։ Առողջապահության նախարարն էլ հետևյալ ասելիքն ուներ։ Հոկտեմբերի ընթացքում տարբեր շենքերը լուսավորելով մեր տարբերանշանով եւ նման կրծքային ամրացնելով մենք հիշեցնում ենք կանանց հետազոտման եւ իրենց տարեկան անհրաժեշտ ուրեմն կանխարգելիչ հետազոտությունները անցնելու մասով։ Ավանեսյանն ասաց, որ պետությունն այս տարի սկսել է սկրինինգային ընդլայնված ծրագիր, որով պետպատվերով փակում է սոցփաթեթի շահառուների հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալական տարբեր խմբերի անձանց համար մամոգրաֆիկ հետազոտությունների գումարը։ Առողջապահության նախարարը կրկին հիշեցնում է կրծքագեղձի քաղցկեղը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին մեծ հիվանդության եւ մահացության բեռ է, եւ նման արշավների միջոցով գրագետ ճիշտ կանխարգելիչ միջամտությունների շնորհիվ հնարավոր է դառնում շատ ավելի լավ կյանքի որակ ունենալը եւ նվազեցվում է մահացությունը։ Եվ ես շնորհակալ եմ բոլորին, որ նաև կառավարությունը միացել է այս իրազեկման արշավին։ Վարչապետը հետաքրքրվեց առողջապահական ապահովագրության մեջ սկրինինգները ներառվում են, նախարարը պարզաբանեց, ապահովագրության նպատակը լինելու է հիվանդության հայտնաբերումը վաղ փուլերում, որն ավելի վաղ փուլերում ավելի արդյունավետ բուժում է տրամադրում։ 10-ից ավելի բժշկական կենտրոններ այժմ իրականացնում են պետական ծրագրով սկրինինգային հետազոտություններ եւ ապահովագրության փաթեթում էլ ներգրավված լինելու են նման ծրագրերը։ Փաշինյանն ասաց, որ իրազեկման տեսանկյունից ճիշտ կլինի նաև վիճակագրություն հրապարակել, թե վաղ հայտնաբերման քանի տոկոսի դեպքում է հիվանդությունը կանխարգելվում ու բուժվում։ Վարչապետի խոսքով իրազեկված լինելու եւ հետազոտվելու հարցը եւս անցնում է կրթության միջոցով։ Մենք սա նաև կրթություն է մեզ համար, որ մենք պետքա ի վերջո կառավարությունը առաջնորդն է երկրի եւ հանրության։ Հիմա այսպես այս մեթոդով մենք կարող ենք օգնել եւ յուրաքանչյուրը ինքը իրեն կարող է օգնել եւ իմ կոչն ու խնդրանքն է մեր հարգելի կանանց, որպեսզի նրանք անպայման այս կանխարգելիչ հետազոտությունները անցնեն։ 2026-ի հունվարի 1-ից Հայաստանում դե յուրե կվերանա «Ես ծանուցված չեմ» հասկացությունը, եթե համապատասխան նախագիծն օրենքի ուժ ստանա։ Արդարադատության նախարար Գալյանի խոսքով ֆիզիկական անձանց դեպքում կգործի էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով։ Ծանուցումը կտեղադրվի այդ հարթակում եւ եթե անձը մուտք գործի հարթակ, ապա կհամարվի ծանուցված։ Անձը կարող է նաեւ տրամադրել հավելյալ կապի միջոցներ։ Ծանուցումը կտեղադրվի նաեւ ԵՄ կայքում եւ տեղադրվելուց 7 օր հետո անձը նախարարի խոսքով կհամարվի պատշաճ ծանուցված։ Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի դեպքում էլ ծանուցման համար օգտագործվելու է հարկային մարմնի հաշվետվությունների էլեկտրոնային կառավարման համակարգը։ Սա այն հարթակն է, որտեղ կազմակերպությունները, հատկապես տնտեսավարողները, կարելի է ասել ամենօրյա ռեժիմով մուտք են գործում, հետևաբար սա ընդունել ենք որպես իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի ծանուցման հարթակ։ Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը ըստ նախարարի պատշաճ ծանուցված են համարվելու ՊԵԿ համակարգի իրենց անձնական էջում տեղադրվելու օրվան հաջորդող 3-րդ օրվանից։ Եթե վերջիններս այդ ընթացքում մուտք չգործեն համակարգ, ապա ծանուցումը տեղադրվելու է ԵՄ կայքում եւ տեղադրվելու 5-րդ օրը վերջիններս համարվելու են ծանուցված։ Նրանց դեպքում հիբրիդ փոստային ծանուցումը բացառված է։ Ամբողջովին դրա մասին է, որ այն մարդիկ, որոնք բոլոր հնարավոր ձևերով ուզում են խուսափեն ծանուցված լինելուց, մենք ասում ենք, չէ, չի լինելու տենց բան։ Վարչապետը համոզված է այս համակարգը կկրճատի նաև թղթաբանությունը, այդ թվում դրա հետ կապված ծախսերը։ Նա նաև վիճակագրություն ներկայացրեց, համաձայն որի 4-ից 5 միլիարդ դրամ տարեկան միայն ծանուցումների վրա է ծախսվում։ Փաշինյանն նաև ասաց, որ Էստոնիայից փորձագետ է հրավիրվել, որպեսզի պետական մարմինների աշխատողների համար ներկայացվի թվայնացման էստոնական կոնցեպտը։ Թեմայի շուրջ կառավարության անդամները երկար քննարկումներ ունեցան։ Իսկ ինչ անել այն դեպքում, որ թե էլեկտրոնային, թե թղթային բոլոր ծանուցումները մարդիկ չդիտարկեն որպես նեգատիվ ինֆորմացիա ու չխուսափեն։ Մենք սրա մասին պիտի լուրջ մտածենք։ Չէ, ժպիտով է պետք ուղարկել այդ ծանուցումը։ Գոնե Սմայլի կա։ բանակ տանելուց մի հատ սմայլիկ դնենք, որ մի քիչ պոզիտիվ տոն տանք։ Էլեկտրական շարժիչով մեծ, միջին եւ փոքր ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների, մոպեդների համար ավելացված արժեքի հարկից ազատման գործողարտունությունը կերկարաձգվի եւս 1 տարով։ Այս դեպքում մինչեւ 2026-ի դեկտեմբերի 31-ը։ Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ տրանսպորտային այս միջոցների երրորդ երկրներից ներմուծման համար ներկայումս գործում է նաեւ մաքսատուրքից ազատման արտոնություն։
Ավելի քան 3000 միայն մեքենա է ավել ներմուծվել անցած տարվա ընդհանուր թվի համեմատ եւ եւս 2634 միավոր մոտոցիկլետ եւ մոպեդ, ինչը նույնպես կարեւոր ցուցանիշ ենք համարում։ Միաժամանակ առաջարկվեց այս արտոնությունը տարածել միայն այն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների վրա, որոնք թողարկվել են 2024-ին եւ դրանից հետո։ Իսկ ինչ անել մայրաքաղաքի խցանումների դեպքում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՆԳՆ-ին, ՏԿ-ին եւ Երևանի քաղաքապետանին հանձնարարել է խցանումների մասով ստեղծել ճգնաժամային խումբ։ Տիգրան Վակիմյան, Հորիզոն։